Մենք Ադամի ծնունդ ենք։ Մենք մեր մորից մեղավոր ենք ծնվել։ Մենք հիշեցրինք, մի հատ ծնունդ կար, որ կատարյալ ու արդար էր, որ սուրբ ծնունդ էր կոչվում։ Իսկ մենք մեղավորի ծնունդ ենք։ Եթե մեր հայրը խմող է, մենք էլ ենք դառնում խմող։ Եթե մեր հայրը պլանքաշ է, ինքնին մենք էլ ենք այդպիսին դառնում։ Ինչպիսին որ մեր հայրն է, այնպիսին մենք ենք։ Հիմա խոստովանվեք ձեր առաջ, ձեր Աստծո առաջ, ձեր մեղքերը։ Խոստովանվեք ձեր մեղավոր բնությունը։ Մեղքեր խոստովանվել սա այն չի, որ դու հիշես, չգիտեմ, սրանից 15 տարի առաջ որտեղ ինչ արեցիր, հապա դուք ընդունում եք, որ դուք մեղավոր եք, ասեք ամեն։ Բոլոր ընդունողներ թող ասեն ամեն։ Ամեն։ Ձեր մեղավոր բնությունն առաջ խոստովանվեք։ Խոստովանվեք, որ դուք մեղքի ծնունդ եք եղել, եւ այդ մեղքը արգելք է Աստծու եւ մեր միջեւ։ Բայց խոստովանությամբ դուք գիտեք ինչ եք անում։ Դուք առիթ եք տալի, որ այդ վայրում ձեր վրա գա Տեր Հիսուսի արյունը եւ այդ մեջտեղի բաժանող պատը քանդի իրարյան զորությամբ եւ ձեզ տա կյանք։ Հիսուսը ձեզ ուզում է կյանք տա։ Ոչ միայն դուք այս երկրի վրա պիտի կյանք ունենաք, հապա սրանից հետո էլ պիտի կյանք ունենաք։ Այդ հավատքի մնացած ընթացքը նա կձևակերպի ձեր մեջ, նա կձևավորի ձեր մեջ։ Կարևորը այն է, որ դուք հիմա հավատում եք նրան։ Սա նրա հավատքն է, որ դուք եկել եք այստեղ։ Սա ձեր հավատքի առաջի քայլերն է։ Եվ ձեր այս հավատքի քայլերով գնացեք առաջ, չկանգնեք, կգնաք առաջ, կգնաք Հիսուսի հետևից, կպաշտեք Հիսուսին։ Հիսուսը անհուն քաղցրություն է։ Տեսեք, մենք մարդիկս եզերքի դարում ենք ապրում, բայց ամենամոտ աստղին չենք հասել, բայց եթե մենք հասնենք է, Հիսուսի սիրո վերջին հասնել չկա, Հիսուսի սերը վերջ չունի, Հիսուսի սերը լայնություն, խորություն, երկարություն, բարձրություն չունի, նա անհուն սեր է, անծայր սեր է, և այդ սերը նա հավատքով վաղ ավելի շատ պիտի տնի ձեր մեջ, մյուս օր ավելի շատ պիտի տնի ձեր մեջ, ոչ թե այս վայրից գնացեք ու հանգցրեք այդ սերը ձեր մեջ, հապա ձեր տան անկյունում ամեն օր նրա առաջ ծունկ ծռեք, ձեզ համար ավետարան ձեռք բերեք, կարդացեք այդ ճշմարտության խոսքերը, և այդ ճշմարտության խոսքերին հավատացեք, եթե դուք կարդաք ու չհավատաք, դուք կդառնաք աթեիստ փիլիսոփաներ, բայց եթե դուք կարդաք ու ձեր կարդացածին հավատաք, այդ հավատքը ձեզ կյանք կտա, այդ հավատքը ձեզ կյանք կտա, հարավոր հիմա, բոլորս փակում ենք մեր աչքերը, ինչի համար ենք փակում, որպեսզի ոչ մեկը մեզ չխանգարի, որ անկարծ կողքից ոչ մեկը քո միտքը չանջատի, եւ ով ինչպես որ հավատում է, նա այնպես պիտի հիմա հանդիպի Աստծու հետ, Աստված գերագույն հանդիպում է պատրաստել այստեղ, նա քեզ շատ է սիրում, գիտես ինչքան է փափագել, որ գա այս օրը, նա սրտատրով սպասել է այս օրվան, հավատում եք դուք սրան, որ նա սրտատրով քեզ սպասել է, որ հիմա գա քեզ մոտ, նա անտես է, բայց նրա արածը տեսանելի է, նա անտես է, բայց նրա արածը տեսանելի է, նա անտես է, բայց ձեր մեջ քաղցրություն է դրել, մեր մեջ սեր է դրել, մեր ամենքիս մեջ, աղոթենք նրան, Տեր Հիսուսի անունով, փառք ես, ով պատվական հայր, ով պաշտելի հայր, այս ժողովուրդը քո առջև խոստովանվեց իր մեղքը, այս ժողովուրդը քո առջև խոստովանվեց իր մեղավոր բնությունը, խոստովանվեց, որ ինքը Ադամի ընտանիքից է եղել Տեր, Հիսուս, հիմա ընդունիր նրանց քո ընտանիքի մեջ, ասեք ամեն, ընդունիր նրանց քո ընտանիքի մեջ, ասեք ամեն, բրկիր նրանց հոգիները խավարի ջիրաններից, ասեք ամեն, կյանք տուր նրանց Տեր Հիսուս, դու նրանց համար հոգս ես անել, դեռ
մեր պապերը եւ մեր ապպապերը չծնված դու մեզ համար հոգս ես արել։ Դու մեզ այն ժամանակ ունեիր քո մեջ։ Մեզ այն ժամանակ քո աչքերի մեջ քո որդու մարմնի մեջ ունեիր Տեր Աստված, որպեսզի մահը փչացնես Հիսուսի մահով եւ կյանքը ի լույս բերես։ Փառքես։ Եվ հիմա Տեր Հիսուս Քրիստոսի անունով մենք քանդում ենք բոլոր այն կապերը, որ կա ձեր վրա։ Տեր Հիսուսի հոգու զորությամբ եւ հոգու օգնականությամբ Հիսուս Քրիստոսի անունով քանդիր Տեր։ Տեր այն ինչը որ արգելում է որ նրանք քեզ կան քանդիր Տեր Հիսուս։ Հոգու կրակը բռնկեցրու քանդիր Տեր Հիսուս։ Քո հոգու զորությամբ ամեն դիվական ազդեցությունը քշիր Տեր Հիսուս։ Հեռացրու Տեր Հիսուս։ Արգելքները հանիր, քանդիր, աղաչում ենք քեզ։ Հայր, իրավի այս պահին դու շատ ես սպասել։ Հիմա դու էլ ես փառավորվում երկնքում։ Հիմա քեզ համար մեծ ուրախություն է Տեր, որ քո զավակները մինչև այսօր որ չունեին պատկերացում կամ ճանաչում քեզի, այսօր եկել են քեզ ճանաչել։ Հայր, ընդունիր քեզ մոտ եղած այն սիրովը, որ դու ստեղծել ես քո ժողովուրդը, օրհնիր այս ժողովուրդը Տեր։ Ողորմությունը տարա Տեր, ամենքի սրտերին դիպիր, ամենքի մտքերը բացիր դեպի քո ճշմարտությունը, քո լույսը տար Տեր, որ լուսավորվելով ապրեն ու փառավորեն Սուրբ անունը, այսուհետև եւ հավիտյան ամեն։ Սիրելի Աստված, դու միշտ լսել ես մեր աղոթքը եւ աղաչանքը։ Ով Տեր, քո երեսը փայլեցրու այսօր այս ժողովրդի վրա եւ պահպանիր նրանց։ Քո երեսը դարձրու նրանց, բարձրացրու նրանց, օրհնիր եւ ողորմե նրանց Հայր։ Ամեն քեզի եկողին դու դուրս չես արել մեր փրկիչ, Հիսուս, դու սիրո աղբյուր ես արդարև Տեր։ Մենք քեզ փառք ենք տալիս Տեր, ամեն հոգու համար Աստված, եւ եթե մենք սրտի մեջ էլ խավար կա, այն Հիսուսի անվան զորությունով դուրս ենք անում եւ Սուրբ Հոգու զորությունով։ Ամեն։ Եթե այստեղ մեկի մեջ անհավատություն կա, կռապաշտություն կա, կախարդություն կա, Հիսուս Քրիստոսի անունով Սուրբ Հոգու զորությունով քանդում ենք սատանայի եւ նրա բոլոր դժոխքի դռները։ Հալելույա։ Ով փրկիչ։ Մենք ես փառավորում ենք, քո հավիտենական բազուկները մեզի պաշտպան են, դու պահպանիր այս ժողովուրդը Տեր, նրանց սրտից հան անհավատությունը եւ թերավատությունը, հաստատիր հավատ Սուրբ Հոգու զորությունով, Սուրբ Հոգու հաղորդակցությունով Աստված։ Բարի Հայր, գոհանում ենք քեզանից, դու մեր աղոթքը միշտ լսել ես, այսօր նույնպես Տեր, մենք հավատում ենք քեզ, մենք հավատում ենք, որ դու մեր աղոթքը լսեցիր Տեր, եւ այստեղ խնդրողներին դու լսեցիր Տեր, ով ինչ կարիքն ուներ, ով ինչի կարիք ու դժվարություն ուներ Տեր, քեզ եկավ։ Աստված, խնդրում ենք դու հիվանդներին բժշկես, անմխիթարներին մխիթարես, տկարներին զորացնես եւ անհավատներին հավատ պարգևես Տեր։ Հալելույա, փառքես, մենք գոհանում ենք քեզանից Աստված, այսօրվա եւ այս հնարավորության համար, որ այս ժամանակներում դու արձակում ես քո լույսը եւ լուսավորում ես մեր հոգու աշխարհը, որպեսզի մենք ընդունենք հավիտենությունը եւ քեզ հետ ապրենք հավիտյան։ Փառավորվիր, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա, ամեն։ Մի երգել կերքենք եւ կբաժանվենք։ Երկը կոչվում է, մարդիկ ծնվում են մեղավոր երկրում ու չգիտեն, թե ինչու են ապրում։ Այո, եթե դուք ձեր հոգու խորքում հարց տաք, թե ինչի համար եք դուք ապրում, կարծես թե նպատակային ոչինչ չկա։ Կարող ենք ասել, ապրում եմ երեխաներիս համար, ապրում եմ հորս մորս համար, չգիտեմ, բայց սրանք էական նպատակներ չեն։ Միթե դրա համար եք մենք ստեղծված։ Մենք ստեղծված ենք, որ ապրենք մեր Աստծու համար եւ նրա երջանկությունը, քաղցրությունը եւ նրա բրած կյանքը վայելենք։ Աստծո օրհնությունը
Հիսուս Քրիստոսի շնորհքը Սուրբ Հոգու աղոթությունը ձեզ հետ լինի։ Մարդիկ ծնվում են մեղավոր երկրում ու չգիտեն թե ինչու են ապրում Մարդիկ ծնվում են մեղավոր երկրում ու չգիտեն թե ինչու են ապրում Ես պիտի ցույց տամ Ես պիտի ցույց տամ Ես պիտի ցույց տամ ճամփան Հիսուսի Ես պիտի երգեմ Ես պիտի պատմեմ Ես պիտի ցույց տամ ճամփան Հիսուսի Ով հավատա նա կփրկվի Ով հավատա նա կփրկվի Ով հավատա նա կփրկվի Ով հավատա նա կփրկվի Հիսուս Աստված է և Աստծո որդին սերոբների Սուրբ փառած երկիր ուղարկվեց ոնց մարդու որդին որ կյանքի կոչի խեղճ մարդկանց մեռած Ես պիտի երգեմ Ես պիտի պատմեմ Ես պիտի ցույց տամ ճամփան Հիսուսի Ես պիտի երգեմ Ես պիտի պատմեմ Ես պիտի ցույց տամ ճամփան Հիսուսի Ով հավատա նա կփրկվի Ով հավատա նա կփրկվի Ով հավատա նա կփրկվի Ով հավատա նա կփրկվի Ձեր ստեղծողին ու փառաբան է Հիսուս Քրիստոս մարդիկ ճանաչեն Ձեր ստեղծողին ու փառաբան է Հիսուս Քրիստոս Ես պիտի երգեմ Ես պիտի պատմեմ Ես պիտի ցույց տամ ճամփան Հիսուսի Ես պիտի երգեմ Ես պիտի պատմեմ Ես պիտի ցույց տամ ճամփան Հիսուսի Ով հավատա նա կփրկվի Ով հավատա նա կփրկվի Ով հավատա նա կփրկվի Ով հավատա նա կփրկվի Կայանում է հենց նրանով որ հավատում ենք ամեն րոպե, որ շարունակում ենք հավատալ, որ միշտ խնդրում ենք, միշտ սպասում ենք եւ հեզությամբ, խոնարհությամբ գալիս ենք Աստծո առջև եւ ասում ենք Տեր Աստված, քո ճանապարհները մեզնից սովորեցրու, Տեր Աստված, քո ճանապարհները մեզնից սովորեցրու, դուք կարող եք հրաշքներ տեսնել, դուք կարող եք զորություններ տեսնել, դուք կարող եք վերջապես շատ աղոթքներ անել, բայց սա դեռ հավատարմության նշանը չի Տեր Հիսուս ուներ 12 աշակերտ, նրանցից մեկը մատնիչ էր, այդպես չի։ Սա չի նշանակում, թե Տեր Հիսուս նրանց ճշմարտություն չքարոզեց, այլ նա, որ սիրտը ուղիղ չէր Աստծո հետ։ Բայց ես հավատում եմ, որ այստեղ բոլորս Աստծո զավակներ կդառնանք։ Ամեն։ Ես ձեր բոլորի անունից խնդրում եմ մեր Ֆրունզիկ եղբորը, որպեսզի մի հատ էլ երգի եւ հոգով երգի։ Ամեն։ Սուրբ հոգով երգի։
Եկար կերենամ ես Կամ խեստագետ մարդմը բրջի Կամ մոլորված ասեն ինձի Սուտ զերուցեն իմ հասին Բայց ես պիտի պատմեմ Օրտնեմ սերդ երկեն Չգասուց բացի Կյանքորդնություն լավի մացի Կյանքորդնություն լավի մացի Բայց ես պիտի պատմեմ Օրտնեմ սերդ երկեն Չգասուց բացի Կյանքորդնություն լավի մացի Կյանքորդնություն լավի մացի Փոխարենի հանցանքների Մատնեցիր քեզ շարժանքի Խոցոտվեցան ձեռքեր ոտքեր Ճամփավացիր մեզ նոր կյանքի Օգնիր քեզի սիրել Օրհնեմ սրած երկեր Չգասուց բացի Կյանքորդնություն լավի մացի Օգնիր քեզի սիրել Օրհնեմ սրած երկեր Չգասուց բացի Կյանքորդնություն լավի մացի Կյանքորդնություն լավի մացի Չկասուց բացի Կյանքորդնություն լավի մացի Իրոք սիրում Մենք համոզված ենք, որ Աստծուց բացի կյանք չկա Կյանքներիս մեջ ինչ տեսակ հաճույքներ ասես վայելել ենք Իհարկե չենք ասում դուք չեք վայելել Դուք էլ եք վայելել Բայց իմացեք մի բան Ամեն վայելչությունը Տեր Հիսուսին հավատալու մեջ է Դրա մեջ երկնային վայելչություն կա Օղին քեզ այդ չի տա Կյանքի հաճույքները քեզ այդ չեն տա Այն ինչ որ Հիսուսն է տալիս Չի փոխվում ոչ մի բանի հետ Հավատացեք Նեղ և փշոտ ճամփա եսա Ճամփի վերջին ծերած տեսա Մեմ խոսեցավ վսավ ինձի Քո փոխարեն չարջավեցա Ամբերջ պիտի պատմեմ Օրհնեմ սերած երկեն Չգասուց բացի Կյանքորդնություն լավի մացի Կյանքորդնություն լավի մացի Ամբերջ պիտի պատմեմ Օրհնեմ սերած երկեն Չգասուց բացի Կյանքորդնություն լավի մացի Կյանքորդնություն լավի մացի
साजे जीवनी राह आजाए जाए तुझके है मन जीवासी राह आसे रे जान है साजे रुमन सुजे ही राह आजाए जाए तुझके है मन साजी राह तुझके है मन साजी राह आजाए देखो जाने आजाए देखो जाने साजे है रू मेरी राह आजाए रू मेरी राह तू से है जीवन सुजहरी राह तू से है जीवन सुजहरी राह आसमाने है रूम जाए आसये जेरुरार है तू से जे मैंने की पार है आज राम है आज राम है ओखनीर के सीने और nemserat gerken Çegasus basi Can korkutsun labimati Can korkutsun labimati Can korkutsun labimati Can korkutsun Տեսեք, այսօրվա պատեհությունը ես կրկնում եմ դերևս բավականին կրկնված խոսքը, բայց պատահական մի համար է։ Եկեք հետևեք Աստծո խոսքին։ Աստված ձեզի սպասում էր մինչև այսօր բերես այստեղ։ Այստեղից արդեն ձեր համաձայնությունը պետք է լինի, այստեղից արդեն ձեր կողմնորոշումը պետք է լինի, որ դուք դառնաք Աստծուն, փառք լինի Աստծուն։ Եթե առաջ չկար այդ հնարավորությունը, գնում էինք այստեղից Երևան, ավելի հեռու տեղեր, որ Աստծո խոսքին հանդիպեինք ու լսեինք, հիմա փառք Աստծուն, հենց ձեր գյուղի մեջ շատ շատերը կան, Աստված թողորշնի նրանց, մոտեցեք նրանց, մի ամանչեք, գիտեք ինչ, այդ հակառակորդի նպատակն է, որ ձեզ ամաչկոտություն բերի, որ դուք քաշվեք, ես այստեղ տեսնում եմ դեմքեր, որոնք բավականին ուրեմն պատկառանքի արժանի դեմքեր են, եւ Աստված նրանց բերել է, մի ամանչեք սիրելիներ, մի ամանչեք, այստեղ կան մանկավարժներ, կան բավականին ուրեմն ով գիտի, իրանց մասնակցված անձնավորություններ, ամաչելու բան չկա, ամաչելը նա է, որ դուք Աստծուն մասին լսեցիք ու չգնաք, այստեղ դուք շատ բան կկորցնեք, շատ բան կկորցնեք, թող Աստված օգնի ձեզի, մոտեցեք այսօրվա ձեզի հայտնի հավատացյալներին, մոտեցեք ոչինչ, դուք ճշմարտությունը կիմանաք, աշխատեք, ոչ մի պահ ու պարագա ձեռքից բաց չթողնեք, գիտեք ինչ կատարվեց այսօր ձեզի հետ, գիտեք ինչ տեղի ունեցավ, դուք այսօր ձեր սրտերը բացառեցիք Աստծո առաջ եւ դուք դարձաք Աստծո խոսքի համեմատ Աստծո որդիներ, ամեն։ Աստծո որդուն հատուկ է բոլոր տեսակի դժվարությունների ճիշտ կողմնորոշվել, սա մեր բարդությունների ամենակարևոր բաժինն է։ Աստծո որդուն հատուկ է բոլոր տեսակի դժվարությունների ժամանակ հաղթող դուրս գալ իրեն փրկիչ Հիսուս Քրիստոսով, ամեն։
ոտքերը թող փառավորվի։ Այսօր որդուն շատ բաներ են հատուկ։ Դուք այսօր դառնալով Աստծո զավակ, դուք չիմացաք թե ինչ ձեռք բերեցիք։ Բայց ես ձեզ կասեմ մի քանիսը։ Ինչ էր հատուկ Քրիստոսին, այն դուք արդեն ունեք։ Ինչ հատուկ էր Քրիստոսին, նայել Աստծո որդի ես։ Դուք հիմա նա ունեք, մոտեցեք, ելի եմ կրկնում, մոտեցեք նրանց, ովքեր այսօր ծանոթ են Աստծո խոսքին, մոտեցեք մի քաշվեք, սա նրա տանից հաց ուզել չի, սա նրան չեր տրված, որ մենակ ինքը